Ես կրկին շնորհակալություն եմ հայտնում պարոն Խաչատրյանին այս ձևաչափի համար, շատ լավ պատրաստված էր, ի տարբերություն նախորդ հանրային լսումների, պարոն Խաչատրյանին ես ժամանակին դաս եմ տվել ոստիկանության ակադեմիայում եւ շատ ուրախացած եմ, որ որպես ադմին ինքը լավ կազմակերպեց։ Լավ կլինի, որպեսզի մինչև մեր գալը նախ ազգային ժողովի կայքում տեղադրված լինի այն հարցերը, այն զեկուցողները, որ այսօր մենք տեսանք, անակնկալի եկանք։ Եթե ես գնում եմ յուրաքանչյուր սեմինարի, մենք ունենում ենք ինչ-որ բլոկնոտ, նաև ընթացակարգ, օրակարգ, որը բացակայում է չգիտես ինչի օրենսդիրում։ Սա շատ կարևոր հարց է, բաց թողում է բոլոր հանձնաժողովներում այս խնդիրը կա։ Տարական սեմինար, որ գնում է մարդ, այնտեղ կա օրակարգ, զեկույցի մասին թեմա, ոլորտային ինչ-որ զեկույցներ։ Ստեղ ես չեմ տեսել, սա համակարգային խնդիր է, ազգային ժողովի նախագահին ուղղված։ Երկրորդը, մենք հասկանում ենք, որ համակարգման խնդիր կա։ Համակարգողը ով պետք է լինի, համակարգող փոխվարչապետը։ Պարոն փոխվարչապետ, ես կուզենայի, որ դուք համակարգեիք տարբեր գերատեսչությունները, որովհետև այս խնդիրը կա, եւ կրկին պնդում եմ, որ ճանապարհային այդ պուակը, երթևեկության ոնց էր կոչվում, արդեն մոռացա, ենթարկվի հենց ՆԳՆ-ին, հիմնադրամ է կոչվում։ Հիմնադրամը չունի պատասխանատվություն։ Օրինակ, նույն Արցախի փողոցի վրա ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին մենք նշեցինք։ Հիմնական խնդիրը նաև կրթությունն է մեր բոլորիս կրթությունը, որը ասում է պետք է մանկապարտեզներից, դպրոցներից սկսեն։ Ժողովուրդ ջան, մեզ այդ ժամանակը ոչ հակառակորդը, ոչ իրականությունը չի տրամադրում, որ մենք մանկապարտեզներից սկսենք։ Իսկ եթե ուզում էինք սկսել, Տիկին Սվաջյանը ափսոս գնաց, խնդրեմ կարող էինք դասագրքերի միջոցով, օրինակ երրորդ դասարանի մայրենին, այնտեղ բուլինգ է իրականացվում Վաչագան Սարգսյան մանկագրի կողմից, որը մոռացել է ընդհանրապես, Թումանյան չկա, մենակ իր ստեղծագործություններ է։ Ես միայն ուրախ կլինեի, որ Տիկին Սվաջյանը այդտեղ դաստիարակեր սերունդ, օրինակ ճանապարհային երթևեկության որոշակի, ասենք, կանոններին հնարքներով եւ երրորդ դասարանի մայրենին այտենց լներ, բայց երբ որ տեսնում ես մեջը ինչ է գրած, մեսիջ, ինչպիսի մեսիջներ է, ես չեմ ուզում ուղղակի եթերային չի դրա մասին անդրադառնամ, օրինակ, եթե քաղաքացին կամ քաղաքապետարանը պետք է աղբամանները տեղադրի աջ կողմը երթևեկելի մասի, կներեք, ձախ կողմը, որտեղից պետք է մեքենան գա, եւ երեխան եթե անցնում է փողոցը, այդ աղբամանները թույլ չեն տալի իր ցածր հասակով տեսնել հեռվից մեքենային, ըստեղ արդեն խնդիրը մեր մեջ է։ Ես կուզենայի, որ համակարգում կատարվի եւ եթե խնդիրը լինի, բոլոր գերատեսչությունները պատասխան տան։ Ինչ խոսք, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը թերացել է այս խնդրում, որովհետեւ ինքը չգիտի, որ ձմեռը ձուն է գալի, այսքանը շատ շնորհակալություն ես ձևաչափի համար, պարոն Խաչատրյան, ես հիացած եմ, որ այսօր սենց մակարդակով անցկացրինք, բայց մարդիկ լքեցին ինչ-որ դալիճը, լավ չի։ Շնորհակալություն, պարոն Բաբայան, համեցեք պարոն Սևակ Բեժանյան։